Բյուջեի նախագիծը դուք չներկայացրեցիք։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ Պարոն վարչապետ, հանրությանը թյուրիմացության մեջ չգցել։ Պետական բյուջեի քննարկումները ազգային ժողովում սկսեցին վարչապետի ծրագրային ելույթով, որը հրապարակվեց նաև մամուլում, որից հետո ֆինանսների նախարարը, նրա տեղակալը մանրակրկիտ ներկայացրեցին բյուջեն, ելնելով այն գաղափարախոսական սկզբունքներից, որոնք շարադրված էին իմ ելույթի մեջ։ Եվ վաղը ես պատրաստվում եմ հանդես գալ ամփոփիչ զեկույցով։ Եվ սա է եղել մշտապես պետական բյուջեի ներկայացման ավանդույթը։ Այդ ավանդույթը 3 տարի խախտել եմ ես, նաև ազգային ժողովի ամբիոնից հանդես գալով ելույթով, որտեղ նույնպես ներկայացրել եմ գաղափարախոսական սկզբունքները, պայմանավորված այն հանգամանքով, եթե հանձնաժողովի նիստին այն ելույթը, որ ես ունենում էի հետագայում, չէր ներկայացվում լայն շրջանակներին, հանրության պատգամավորներին, այդ դեպքում ես ստիպված այդ նույն ելույթը կրկնում էի։ Այս տարի դրա անհրաժեշտությունը չկար, որովհետև բավականին մեծ ծավալով իմ ելույթը տարածվեց, ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ զանգվածային լրատվական միջոցներով, այդ նույն ելույթը եւս երկրորդ անգամ կրկնելու նպատակահարմար չէր։ Սա է տրամաբանությունը։ պարոն վարչապետ, Շատ է քննարկվում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգի հետ կապված հարցերը։ Գիտեք, Հայաստանի երկրորդ նախագահն հայտարարությամբ հանդես եկել, նա նշում է, որ մեծամասնական ընտրակարգը նպաստում է ֆեոդալիզմի գործընթացին եւ դա օգնում է իշխանությունների վերարտադրմանը։ Դուք համարույց եք երկրորդ նախագահի այս տեսակետի հետ եւ ընդհանրապես ինչ եք մտածում մեծամասնական համակարգը վերացնելու մասին։ Առաջինը թույլ տվեք չմեկնաբանել նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները։ Երկրորդը ուզում եմ ասել, որ գոյություն ունի քաղաքական, տեսական բանավեճ, թե որ համակարգն է առավել արդյունավետ։ Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս տարբեր արդյունքներ եւ կարծում եմ, որ ամեն մի երկիր իր առանձնահատկություններից ելնելով պետք է իր համար ընդունի առավել արդյունավետ կառավարման համակարգ եւ առավել արդյունավետ ընտրական օրենսգիրք պետք է ունենա։ Դրա ընդունման լավագույն ձևը դա ազգային ժողովում քաղաքական բանավեճն է, որը տեղի է ունեցել եւ մենք նոր ենք հենց մեր ընտրական օրենսգիրքը փոփոխել եւ կարծում եմ, որ նախագահական ընտրություններից հետո մենք հնարավորություն կունենանք կառավարման համակարգի արդյունավետության վերաբերյալ քաղաքական բանավեճ ունենալ ազգային ժողովում, լսել տարբեր տեսակետներ։ Բայց կարծում եմ այսօր ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ անդրադառնալ այդ խնդրին այնքան էլ ճիշտ չի հիմա եւ մեր օրակարգում այդ հարցը առաջնահերթ հարց չէ։ պարոն վարչապետ, Ինչու ազգեցի ժամանակ հենց այս սրահում դուք չբացատրեցիք, որ հանրապետական եւ բարեհաճական կուսակցությունները ընտրություններից առաջ նոր հուշագիր ստորագրեն համատեղ մասնակցելու ընտրություններ։ Հիմա Բարգավաճ Հայաստան կուսակցությունը քաղաքական կոնսուլտացիաների փուլում է իրենց ընդդիմադիր հռչակած այլ կուսակցությունների հետ։ Այդ հա գախնի խորհրդակցությունները ձեզ ինչ է հուշում։ Մանավանդ եւ մեկնաբանությունը, որ ձեր ասածը նման է նրան, որ Սևրի պայմանագիրը ուժի մեջ է։ Իսկ Սևրի պայմանագիրը ուժի մեջ չի։ Պատմաբանների Դուք ունեք այդ հարցը։ Դե ուրեմն սկզբից այդ հարցը պատասխանը գտեք, այո։ Ես ասացի, որ այս դաշտում, քաղաքական դաշտում ես ոչինչ չեմ բացառում։ Եվ մեր կուսակցության դիրքորոշումներ միշտ եղել են բաց եւ հրապարակային։ Մենք պատրաստ ենք համագործակցության քաղաքական այն ուժերի հետ, որոնք ուզում են մեզ հետ համագործակցելով մեր երկրում իրականացնել բարեփոխումներ։ Մի քանի անգամ մեզ դա հաջողվել է եւ հռչակագրերում համաձայնագրերում արտացոլվել են այն քաղաքական սկզբունքները, որոնց շուրջ ձևավորվել են դաշինքներ։ Եվ մենք մեր այդ քաղաքական դիրքորոշումից չենք հրաժարվել։ Այսինքն ըստ ԲՀԿ-ն պարտավորվել է Սադայել Սերսակցյանի տեխնատությունը։ Ինչպես։ ԲՀԿ-ն պարտավորված է Այդ հարցը ինչ պետք է։ պարոն վարչապետ, բյուջեին քննադատեց բյուջեն, Սահակյանը դրանց մի մասը համարեց բարդության արդյունք լավ քննադատություն, մի մասը վատ համարեց։ Դուք ինչպեսի գնահատականներ եք տալիս այդ քննադատությանը։ Վաղ իմ ամփոփիչ ելույթում ես գնահատականներ կտամ
քննարկումների վերաբերյալ։ Մասնավորապես դա Վերաբերում այն փաստին, որ ազգային ժողովի նիստում պետական բյուջեի քննարկման ժամանակ եւ կառավարության հարցու պատասխանի ժամանակ ձեր գլխավորած կառավարության որևէ անդամը զբաղվի սոցիալական ցանցեր մուտք գործելով։ Ինչպես է վերաբերում այն փաստին, որ ազգային ժողովի նիստում երբ քննարկվում է տարվա բյուջեն, գլխավոր ֆինանսական փաստաթուղթը եւ նաեւ կառավարության հարցու Հանրության տեսակետ ունեք այդ հարցի շուրջ։ Ես Դուք ինչպես եք վերաբերվում։ որպես քաղաքացի վատ, որպես լրագրող իմ դիրքորոշում կտակսեմ, որպես կառավարության ղեկավար դες Այսինքն մեր կառավարության անդամը հարցու պատասխանի ժամանակ սոցիալական ցանցի զբաղվի էլեկտրոնային սարքերով Հայաց, գիտեք, էլեկտրոնային սարքերի նկատմամբ պետք է այդպեսի նեգատիվ վերաբերում։ զբաղվում այդ սոցիալական Ճշտեցի ձեր, հա։ Ուրեմն առաջին պետք է բարձենք, թե iPad-ով ինչ տեղեկատվություն է այդ պահին այս կամ այն նախարարը որոնում։ Ես դա համարում եմ դրական այն առումով, որ շատ հաճախ պատգամավորները հարցեր են հնչեցնում, որոնց պատասխանները մենք պետք է կարողանանք որոնել հենց նաև մեր տեղեկատվական բազաներից։ Տեղյակ եք, որ այսօր կառավարության կայքեջը բաց է բոլորի համար եւ մեծ տվյալների բազա կա։ Եվ եթե իմ կառավարության անդամները օգտվում են այդ տվյալների բազայից, օգտվելով iPad-ից, ես դա դրական եմ համարում։ Պարոն վարչապետ, ստավարտի 2500 դրամով բարձրացնել օրինագիծը երբ ներկայացվեց, ընդդիմադիր գործիչները խիստ քննադատության ենթարկեցին այն ընդուն բացելով, որ այս կառավարությանը պետք է ասել ցտեսություն։ Ընդհանրապես ես պետք է ձեզ խնդրեմ, որ դուք նորմալ վերաբերվեք, երբ որ ընդդիմությունը մեզ քննադատում է։ Ձեր հարցադրումների մեջ ինչ-որ զարմանք եմ տեսնում, բայց դուք ուզում եք, որ ընդդիմությունը մեզ չքննադատի, այլ հակառակը գովերքի մեր ծրագրեր եւ այլն։ Ընդդիմությունը դրա համար է, որ քննադատի, եւ մենք շատ նորմալ ենք վերաբերվում մեր ընդդիմության քննադատությանը եւ այն գործիքակազմին, որ ընդդիմությունը օգտագործում է մեզ քննադատելով։ Մենք շատ նորմալ ենք վերաբերվում դրան։ Նորից եմ կրկնում։ Եվ դուք էլ պետք է նորմալ վերաբերվեք, որովհետև ընդդիմությունը այս դրա համար։ Պարոն վարչապետ, Հայաստանի կոնգրեսը չբացառեց, որ կարող է Բարգավաճ Հայաստանի հետ միասին միասնական նախագահի տեխնացու ունենալ առաջիկա նախագահական ընտրություններում։ Դուք դա հնարավոր համարում եք ընդդեմ Սերժ Սարգսյանի միասնական նախագահի տեխնացու ՀԱԿ ԲՀԿ։ Քաղաքական դաշտում ես ոչինչ չեմ բացառում, բայց դրա հավանականությունը համարում եմ շատ փոքր։ Դեր ուժի մեջ է մնում ձեր այն տեսակետը, որ չի բացառվում, որ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն համատեղ Ուշագիր։ Դրա Այո, ես հավանականությունը դա չեմ բացառում։ իսկ հավանականությունը Փակագծերը կբացեք, ինչու եք քիչ հավանական համարում, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն Գիտեք ինչը, որովհետև ես նայում եմ մեր կուսակցությունների անցած ճանապարհը։ Մենք միասին ճանապարհ ենք անցել, մենք միմյանց լավ ճանաչում ենք, գիտենք թե ինչ արժեքների շուրջ է տեղ ունենում այդ համախմբումը, ովքեր են այդ գաղափարների կրողները, եւ այդպիսի կտրուկ շրջադարձը քաղաքականության մեջ ավելի քիչ հավանական է, քան այն գործելակերպը, որը կար նախկինում։ Իհարկե, բայց չբացառելով, որ կարող են այլ սցենարներ եւս զարգանալ։ ԲՀԿ-ի վերջին քաղաքական պահվածքը գործելավոճը արդյոք այդ կտրուկ շրջադարձի մասին չի խոսում։ Ընդդիմադիր կեցվածք ընդունել։ Բնականաբար, եթե ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ չէ, պետք է փոխվի նաև նրա գործելավոճը, ինչը մենք ձեզ հետ միասին տեսնում ենք։ Պարոն վարչապետ, հանրապետականի կազմում են մարդիկ կան, ովքեր լայն ճանապարհ են անցել ՀՀՇ-ի հետ լինելով ղեկավար մարմիններում եւ այլն։ Իսկ նրան այդ դեպքում նրանց հանդեպ այդ քաղաքական շրջադարձերը նախին անցյալ վերադառնալը չեք բացառում։ Դե կարելի է ընդհանրապես 18 թվականից սկսել։ Չէ, առօրյա կյանքի մասին է խոսքը։ Ճաշակի խնդիր է։ Հիմա կարծում եմ, որ ավելի շատ մենք պետք է վերջի 10 տարիների քաղաքական ուժերի գործոնը գնահատենք քաղաքական դաշտում, իսկ այդտեղ դուք կտեսնեք, որ որակական փոփոխություններ է տեղ ունեցել հենց ՀՀՇ-ում։ Այսինքն այն ՀՀՇ-ն, որը գոյություն էր 88 թվականին եւ այսօրվա ՀՀՇ-ն որակապես իրարից տարբերվում են։ Դրա համար մենք պարտավոր ենք քաղաքական դաշտում
իրողությունները ընդունել այնպես, ինչպես նրանք կան։ Պարոն վարչապետ, մի այսպիսի հարցա բյուջեի հետ կապված նշեցիք, որ շատ նորմալ է գնահատում, երբ ընդդիմադիր գործիչները քննադատության են ենթարկում կառավարությանը, չէ, ես հարց եմ ուզում ձեզ տալ, հա։ Այսօր է Դաշնակցությունը ասաց, որ կառավարությունը մնացել է նույն դասարանում, տարեկետում է վերցրել։ Այդքան քննադատություններից եւ առաջարկություններից կար կառուցողական առաջարկներ ընդդիմության կողմից, որ ներառելու եք բյուջեի նախագծում։ Այո, բազմաթիվ առաջարկություններ կառուցողական եղել են եւ մենք ունենալու ենք հնարավորություն վաղը գիտեք որ օրենքի պահանջներին համապատասխան ընդմիջում է լինելու, մենք գրավոր առաջարկություններ ենք ստանալու պատգամավորների եւ շատ ուշադիր բոլոր այդ առաջարկությունները կքննարկենք եւ համոզված եմ որ շատ առաջարկություններ մեզ համար կլինեն ընդունելի։ Պարոն վարչապետ, դուք պարոն վարչապետ, ձեր հրաժարականից նորություններ կա։ երբեք Ես չունեմ, եթե դուք Հանրապետական գործիչները չեն թաքցնում, որ նախագահական թույլատրություններից հետո կարող է վարչապետի փոփոխություն լինել։ Օրինակ դուք ում եք տեսնում թե փոխարեն վարչապետ։ Կամ ում կցանկանայիք տեսնել ոչինչ փոխարեն։ կմտածեմ այդ հարցի։ Պարոն վարչապետ, Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում ուրեմն հստակ կետ կա մեկ թոշակների, մեկ քաղցրահողմերի աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ ու 2012 թվականի համար հստակ թիվ էր սահմանվել։ Ոչ 2012 թվականի, ոչ էլ 2013 թվականի բյուջեի նախագծում Սերժ Սարգսյանի նախանշած թվին մոտ չենք եկել։ Ես հիշում եմ նաև 2008 թվականին կառավարության նիստում ձեր ելույթը, որ պետք է քաղցրահողմերի աշխատավարձը բարձրացվի եւ այլն։ Հիմա ինչ է ասում Սերժ Սարգսյանի ծրագիրը 88 թվականից ոչ մի բան ձեր ուշադրությունը չի 18 Հիմա հասկանում Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը ով է ծախողել, որ այդ թիվը չենք հասել։ Քանի որ ես ապավինեցի ձեր հիշողությանը, նաև ուզում եմ հիշեցնել, որ այս ձեր հարցին ես բազմաթիվ անգամ պատասխանել եմ։ Մի տարի առաջ։ Այո, բայց դուք քանի որ դուք լավ հիշողություն ունեք, պատասխանը նույնն է։ Իսկ ձեր հանրապետական գործընկերների այն տեսակետը, որ նախագահական այս ընտրություններում Սերժ Սարգսյանը մրցակից չի ունենալու եւ մյուս բոլոր տեխնատուները պայքարելու են երկրորդ պարտավոր տեղի համար։ Ընդհանրապես քաղաքական մրցակցությունը խիստ անհրաժեշտ է ընտրությունների ժամանակ։ Ցանկալի է որ լինի քաղաքական մրցակցություն, բայց իրողությունը այսօր այնպիսին է, որ Սերժ Սարգսյանի քաղաքական ռեյտինգը եւ իմիջը շատ բարձր է եւ մենք տեսնում ենք, որ քաղաքական դաշտում իրողությունը այնպիսին է, որ շատ մեծ հավանականությամբ նա մեծ առավելությունով կընտրվի հանրապետության նախագահ եւ կարծում եմ, որ քաղաքական մեկնաբանները այս հարցի շուրջ ունեն կոնսենսուս, այսինքն բոլոր տարբեր իհարկե գնահատականներից ելնելով, բայց բոլորը այդ առումով կիսում են այն տեսակետը, որ հավանականությունը շատ մեծ է։ Իսկ նախորդ երկու նախագահները կարող են առաջադրվել։ Քիչ հավանական եմ համարում։ Կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը միտք արտահայտեց մեծերի գլխից է պետք բռնել, այդ մեծը նշмарվում է։ Դուք տեսնում եք, չէ՞, որ կամաց նշмарվում է, մեծանում է։ Եվ մի հարց էլ էլի բյուջեի հետ կապված, մտավախություն չունեք, որ բյուջեն չի հաստատվի, այսինքն եթե նայենք ԲՀԿ-ի կեցվածքը, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի 4 խմբակցություններ, հա, ժառանգության, ոնց է։ Ընդհանրապես գիտեք, վարչապետի պաշտոնը այնպեսի պաշտոն է, որ վարչապետը միշտ պետք է մտահոգված լինի։ Բազմաթիվ խնդիրներով, խնդիրներով, որոնք առկա են։ Իհարկե մենք մտահոգված ենք եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի բյուջեն հաստատվի, որպեսզի այն մտավախությունները, որոնք կան, հարատվեն, որպեսզի այս բյուջեն ամբողջությամբ իրականացվի եւ մենք դրա համար ջանքեր ենք գործադրում, որ այդ բոլոր մտավախությունները կարողանան։ Պարոն վարչապետ Անյանի աշխատավարձերի հետ կապված հարց են ընդունում եք, որ դուք ծախողել եք։ Այս թևից կան հարցեր։ Անցալական դուք մոտեցաք, որ սոցիալական փաթեթը կհասնի նաև գիտնականների, բայց նույնիսկ երիտասարդ գիտնականները չստացան։ Հիմա գիտնականների հանդիպում վիրավորված է, որ սովետական ժամանակ իրանք արձակուրդը երկար է, հիմա երկար չի, որովհետև համարում է, որ իրանք իրենց աշխատանքը մտավոր չի։ Ինչ կասեք, հնարավոր չէ, որ գոնե այդ բանը դե ոնե մտավոր ծառայական գիտնականի աշխատանք մտավոր չլինի։ Ուրեմն դրա համար պետք է երկար արձակուրդներ, այսպես սովետական ժամանակ է, կրկնակի։ Այսինքն Միգուցե դուք այդպեսի բանով կմտնեք այդ։ Ես առաջի անգամ եմ այդ առաջարկությունը լսում, որ գիտնականների արձակուրդները երկարաձգենք,
եթե падգամավորները գրավոր մեզ այդ իսկ առաջարկներ կազմեն, մենք գիտնականների հետ կքննարկենք։ Այսօրվա մեր օրակարգում, Օրինակ ակադեմիա այսօրվա մեր օրակարգում կա մեկ այլ կառավարությանը ասեք։ Մեր օրակարգում կա մեկ այլ հարց, գիտության ֆինանսավորումը ավելացնելը։ Եվ այդ հարցն ենք մենք հիմա քննարկում եւ փորձելու ենք արձագանքենք մեր պատգամավորների այդ հարցադրումներին գիտության ֆինանսավորումը ավելացնել։ Իսկ այդ հարցադրումը, որ դուք եք անում արձակուրդների երկարաձգումը, եթե այդպիսի առաջարկություն մենք ստանանք գրավոր, կքննարկենք։ Պարոն վարչապետ, Բուդյանի պատասխանատվություն ունենք, բայց հայտնի է, որ 2005 թվականի կազմակերպությամբ վարչապետի լիազորությունները համապատասխան ավելացան։ Ու երբեմն Քոչարյանի բացին վերահսկում, որ վարչապետին ինչ չի տրվում կամ հնարավորություն 2008 թվականից հետո ձևավորվել է քաղաքական նոր իրավիճակ, որը չի եղել Հայաստանի Հանրապետությունում։ Այն է, որ Հանրապետության նախագահը եւ վարչապետը ներկայացնում են միևնույն քաղաքական կուսակցություն։ Եվ մենք հանդիպում ենք որպես միասնական քաղաքական թիմ։ Եվ հենց դա է պատճառը, որ չի կարող լինել կառավարության եւ նախագահի միջեւ քաղաքական հակասություններ, որովհետեւ մենք ընդունում ենք քաղաքական որոշումներ մեր կուսակցությունում։ Նախկինում այդպես չէր իրավիճակը, որովհետեւ կուսակցության ղեկավարը երկրի վարչապետն էր։ Հիմա փոխվել է կոնյունկտուրան, քաղաքական դաշտում եւ իրավիճակ այլ։ Դրա համար համեմատելը նախորդ փուլի հետ այդ տեսակետից ճիշտ չէ։ Պարոն վարչապետ, այսօրվանից մեկ շաբաթ շարունակ երկրի առաջին թեմքը սահմանադրության դուք եք լինելու Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը արձակուրդում են։ Ինչպես եք զգում այդ դերում։ Առաջին եւ երկրորդ ինչու Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը ձեր կարծիքով միաժամանակ արձակուրդ գնացին։ Պատահականն է սա, համընկնում է թե ինչ որ միտումներ կան։ Մանավանդ բյուջեի քննարկումների ժամանակ։ Առաջի հերթին, քանի որ դու ունես լավ հիշողություն, ուզում եմ ապավինել քո հիշողությունը։ Մեր ժողովրդի պատմության մեջ այսպես իրավիճակ չի եղել։ Չի եղել է, ես ասացի առաջին անգամ։ Այս բանը առաջին թեմք է։ Գիտեք, պետական գործիչները նույնպես մարդիկ են։ Նրանք էլ իրավունք ունեն տարվա ընթացքում 1-2 շաբաթ արձակուրդ վերցնեն, զբաղվեն իրենց անձնական խնդիրներով, իրենց առողջական խնդիրներով եւ այլն։ Եվ իրենք էլ կտան պարզաբանումներ պաշտոնական իրենց արձակուրդի մասին, երբ են գնում, եւ ճիշտ չի, որ այդ հարցը ես մեկնաբանեմ։ Պատահական է, որ այդ բյուջեի քննարկումների ժամանակ ճիշտ չի, որ ես այդ հարցը մեկնաբանեմ։ Ճիշտ չի։ Հիմա էլ եք կարծում, որ հուշագիրը դեռ ուժի մեջ է հայկական։ Նախորդ հարցազրույցից միջև այն շփոթ չէ։ Նախաձեռնությունները բազմաթիվ բողոքի անդամներ բան ասացին, հայտարարություններ արեցին, դուք շարունակում եք։ Մեջը Սեվրի պայմանագիրը դե ասացին, ԱԺՄ անդամ լինելը, եթե տենց ձեր ԱԺՄ անդամ լինելը։ Հարցը ինչու՞մ է։ Հարց հետևյալը շարունակում եք պնդել Ինչ է։ հուշագիրը դեռևս ուժի մեջ է։ Բարաթը ուժի մեջ է։ Ես հետևյալ միտքն եմ մենք համախմբված ենք եղել ԲՀԿ-ի հետ մի հայտարարությամբ, որտեղ հստակ ֆիքսված էր, որ այդ երեք կուսակցությունները, որոնք ստորագրել են այդ հայտարարությունը, պաշտպանելու են գործող նախագահի տեխնացությունը 13 թվականի ընտրությունների ժամանակ։ Ճիշտ է։ Եղել է արդյոք այդ երեք կուսակցություններից որևէ մեկի կողմից հերկում պաշտոնական, որ նրանք հրաժարվում են այդ հայտարարությունից։ Ես ասել եմ այդպիսի պաշտոնական հերկման հետ ես ծանոթ չեմ, եւ քանի որ այդպիսի հերկման ծանոթ չեմ, Գագիկ Ծառուկյանի հերկմանը նկատի ունեք, որտեղ քաղաքականները բազմիցս Եվ ասում են, որ պատրաստից չի Գագիկ Ծառուկյանի հերկմանը։ պաշտոնական ասում եմ։ Ես չգիտեմ, ամեն մի կուսակցություն իր ոչն է ընտրում պաշտոնական հայտարարություններ անելու։ Մեր կուսակցությունում էլ մարդիկ անում են հայտարարություններ, որոնք իրար հակասում են։ Ճիշտ է։ Ուրիշ կուսակցություններում էլ կա այդպեսին։ Կարելի է ոչ պաշտոնական համարել, որովհետև Սերժ Սարգսյանն է այդ գործը մշակում ստորագրել։ Բայց դուք իմ տեսակետը հարցնում եք չպատասխանեմ։ Կարող եմ չպատասխանել, ասեմ, քանի որ պաշտոնական տեսակետը պետք է արտահայտի մեր կուսակցությանը, դիմեք իրեն։ Կարող, բայց կնեղանան, չէ՞ ձեր գործընկերները, եթե չպատասխանեն։ Այսինքն սա անձնական տեսակետ է։ Բնականաբար։ Դուք ԱԺՄ-ից ո՞ր թվին եք դուրս եկել, պարոն Սարգսյան։ ԲՀԿ-ն հիշեցրեց Այստեղ հիշողությունը քեզ դավաճանեց։ 94։
Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես